Եկե դուրս գալու հնարավորություն ունեցել են, դուրս չեն եկե, պայքարել են հերոսական, որ ազգնա պայքարել այնպես, ինչպես հայ ազգնա պայքարել է։ Այսօր գալիս եք ու ասում եք ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի քաղաքացիներ, նրանց անձնագիրը ինչպես նշվեց, կապույտ անձնագիր էր, հայ էին, մեր արունից էին, ոնց թողեցիք, ոնց հրաժարվեցիք իրանցից, ոնց տեսաք թե 9 ամիս ոնց է հայը սոված ապրում։ Պարոն Բաբաջանյան, հետո Մարուկյան, հետո Փաշինյան, խնդրեմ Բաբաջան։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ իրական մեղավորի անունը չի տրվում։ Պուտին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Պուտինը երաշխավորել է Արցախահայության անվտանգությունը Արցախում։ Եվ ռուսները սկուտեղի վրա ուղակի նվիրել են Արցախը Ալիևին։ Ինչ եք վախենում անունը տալ։ 9 ամիս ռուս խաղաղապահները ուղակի Պուտինի հրահանգով իրականացրել են մեր ժողովրդի սովահարությունը։ Հետևաբար այստեղ ընդհանրապես հայ ղեկավար կար, ով իր արունը չի ծախում։ Անվտանգության երաշխավորը եղել է ռուս խաղաղապահը։ Իսկ այդ Պուտինը, որը հեղինակել էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որևէ պատասխանատվություն դրա համար չի կրել, ու մենք այն ուժն ենք, որ համարում ենք, որ այսօր խաղաղության գործընթացը լրջագույն սպառնալիքի տակ է, ու այդ սպառնալիքի անունը Պուտինն է։ Շատ լավ, Մարուկյան։ Սիրելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, էթնիկ զտման ենթարկված ժողովրդին որևէ պարագայում չի կարելի ասել թռածներ, կապ չունի, էլիտայից են թե սովորական քաղաքացիներ։ Քվեարկեք մեր օգտին, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը չդիսկրիմինացվի փախստականի կարգավիճակի կամ ՀՀ քաղաքացու առումով։ Քվեարկեք մեր օգտին, որ մի մարդու գտասրտության չաղերսեն։ Այստեղ գտասրտություն են աղերսում, երբ որ մենք պետք է ունենք ինստիտուտներ քրեական գործի հարուցման հետ կապված բողոք բերելու, այսինքն չի գտածը։ Հետո Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ կան, միայն Արթուր Օսիպյանը։ Շատ լավ, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության պաշտպանությունը իր վրա վերցրել էին ռուս խաղաղապահները, որոնք այդ ֆունկցիան չեն կատարել։ Ռուսները ռուսական թևի քաղաքական ուժերը երբեք չեն քննադատում ռուսական թևին, իսկ ռուսներն են բերել Լեռնային Ղարաբաղ թուրքերին, ռուսներն են ուզում թուրքերին բերել Հայաստան, հետևաբար արևմտյան թևի կողմնակիցները թուրքեր բերող չեն, թուրքեր բերողը ռուսական թևի ներկայացուցիչներն են։ Կարճ արձագանքեք։ Պարոն Սարգսյան, ձեր եղբայրը պայքարում էր Հայաստանի համար, Արցախի համար այն ժամանակ, երբ Ռուսաստանը, տարածաշրջանի բոլոր երկրները չէին մասնակցում եւ չէին ճանաչում Արցախի ժողովրդի իրավունքները։ Եթե նա լսեր Գորբաչովին, չէր պայքարելու։ Մենք պետք է մեր շահերը առաջ տանենք։ Այսօր այս ղեկավարն է Ռուսաստանում, վաղ այն ղեկավարը կլինի։ Մեր երկրի պետական շահն առաջ նային։ Ձեր եղբայրը դա է ապացուցել ու հաղթանակել է։ Այդ ճանապարհով են հայերը մենակ հաղթանակում։ Ցավոտ է, որ դուք եք դա ասում։ Իմ եղբոր պայքարելու ժամանակ ռուսական խաղաղապահները մանդատով Լեռնային Ղարաբաղում կանգնած չեն եղել, Ռուսաստանի Դաշնության նախագահը չի ստորագրել խաղաղության փաստաթուղթ, դրանից հետո էլ 8 կետերը չկատարելուց հետո էլ չի պահանջել նոյեմբերի 9-ի 9-րդ կետ, որը Հայաստանի թրկացումն է։ Ավելի վատ պայմաններում Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ապահովելը ռուս խաղաղապահների պարտականություններ, ես այդտեղ գործընկերների հետ համաձայն եմ եւ դա գրված է եղել թղթի վրա։ 9 ամիս այդ իրավիճակում մենք լուծումներ ենք առաջարկել եւ պայմանավորվածություններ ձեռք բերվել բանակցությունների։ Այդ բանակցությունները չթողեցին այդ թվում պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Երրորդ ուժը, երբ որ այդքան Ղարաբաղի համար մտահոգված է, պատերազմի ժամանակ Չեզոքի դիրքերից Կալուգացի օլիգարխը Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարության նշան է դնում եւ կոչ է անում։ Երկրորդը, ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Պատասխանատու ասում եմ, բանակցությունների մեկնարկից ի վեր չի եղել բանակցությունների որևէ մասնակից, որ Ղարաբաղը չճանաչի Ադրբեջանի կազմում։ Ներառյալ Հայաստանի բոլոր բանակցողները բանակցային սեղանի շուրջ ճանաչել են Ադրբեջանի կազմում, բայց եկել են Հայաստանի ներսում ժողովրդին խաբել Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած եւ բոլորով եւ թռածը վերաբերվում է ԼՂ էլիտային եւ չի վերաբերում Ղարաբաղի ժողովրդին
որը այդ նույն էլիտայի Գևորգ, ներքում պատանդ է եղել, եւ մենք այսօր նրանց համար ազատություն ենք Վերջ, Գևորգ Կարապետյան։ Կներեք, էլի մի բանով արձագանքեմ, պարոն Փաշինյան, ես նշեցի։ Չէ, պարոն Գյուրերյան, տեին չենք արձագանքում։ Գևորգ Կարապետյան։ Պարոն Կարապետյան, եթե նա Պարոն Գյուրերյան, վերջ։ Գևորգ Կարապետյան, խնդրեմ։ Նախ ի գիտություն պարոն Բաբաջանյանի, պարոն Սարգսյանի նոյեմբերի 9-ի ստորագրողը ձեր կողքը կանգնած է, ռուսական զորքը Արցախ տեղավորողը ձեր կողքը կանգնած է, Եվրոխորհրդարանը ուզում եմ հիշեցնել օրեր առաջ, ես դա շատ լավ գիտեմ, ես դա ինքն էլ պատասխանատուն է։ հասկացանք, եւ Եվրոխորհրդարանը վերջերս ընդունել է բանաձև դատապարտող արցախցիների վերադարձի եւ արժանապատիվ ապրելու իրենց հազարամյա բնորոշում։ Թողեք ավարտելու միտքս ավարտեմ։ Լսեք, դիմացին ձեզ է կհասնի։ Միտքս ավարտեմ, նոյ ինչպես որ Ադրբեջանը չի կատարել, Ռուսաստանը Պուտինի հեղինակած նոյեմբերի 9-ի թուղթը չի կատարվել, ոչ ոք դա չի, ոչ մի կետ չի կատարել, նույնպես չի կատարվելու որևէ խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը որևէ կետ չի կատարելու։ Սուրեն Պետրոսյան։ Այստեղ կա շատ երկու կարևոր վտանգավոր կոմպոնենտ։ Մենք չկարողացանք հաղթարել մեր քաղաքական ինֆանտիլիզմը։ Մեր համար որևիցե պետություն երբեք չի կարող լինել անվտանգության երաշխավոր մեկ։ Բայց մյուս ամենակարևոր կոմպոնենտը, որ ամենամտահոգիչն է իշխանության պարագայում։ Ես եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ իշխանություն եւ նաեւ այլ ներկայացուցիչներ իշխանության մեջ բացի պարոն Փաշինյանից, ասում են, որ Արցախը մեր հայրենիքն է։ Տեսեք, այստեղ ուշադրություն դարձրեք։ Կարող է իշխանությունից հետո եւ պատերազմից հետո տարբեր փաստաթղթեր չեղարկվեն կամ իրականություններ պարզվեն, բայց չի կարող իրականության պարզումից հետո կամ փաստաթղթերի ինչ-ինչ վերհանումից հետո մարդը ասի, որ այն ինչը համարել եմ հայրենիք, այլևս հայրենիք չէ։ Հետևաբար սա իրավական կատեգորիա չէ։ Հետևաբար հաջորդը մենք այսօր փաստացի սակարկելով Արցախը հիմա հասել ենք Սյունիքի Միջանցքի սակարկմանը։ Միջազգայինորեն վիճելի թեման, եթե ժամանակին Արցախն էր, մենք սարքել ենք Սյունիքը։ Կարող է արդյոք այսօր մի իրավիճակ ստեղծվի, որ մենք հասկանանք, որ իդեմս իշխանության, որ Սյունիքը եւս մեր հայրենիքը չէ։ Ինչ-ինչ իրավիճակի պարագայում։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ իրերին եւ իրադարձություններին խիզախություն ունենանք, անկեղծորեն նշենք։ Ռուսական խաղապահներ չէին, ինտերվենտներ էին, նրանք եկել էին զավթել էին Արցախյան հողը ու տեսանք ինչ եղավ, եթե նրանք եկել էին զավթել էին, մեր արձագանքը որն է, ռուսական ռազմաքաղաքական դաշինքում կանք, ռուսական ինտեգրացիոն կառույցներում կանք, ռուսական զորքը ստեղ կա որպես թշնամի թիկունքում, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության իշխանությունների քայլերը որոնք են, որ մենք տարիներ շարունակ անդադասում ենք ռուսը Լեռնային Ղարաբաղում պատասխանատու չէր, եկավ զավթեց ու տվեց, չէ։ Բայց այդ դեպքում ինչ եք թիկունքում թշնամի պահում միջև այսօր։ Եթե հնարավորություն կա ռազմաքաղաքական դաշինքներ կնքնել եվրոպական երկրների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Շատ լավ, պարոն Սարգսյան։ հետո ես։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին մենք դեմ ենք եղել, 9-րդ կետը ես մշտապես պնդել եմ, որ վիճահարույց է։ Ինչ վերաբերվում է նրան, որ ասել ենք նոյեմբերի 9-ը չեղարկել։ Հիմա միակ քաղաքական ուժ եք, որ խանգարում եք։ Խնդրեմ։ Պարզ քաղաքավարություն ունեցեք, թողեք խոսքս ավարտեմ։ Ինչ վերաբերվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմնակից լինելուն, այսօր դրան ավելի շատ կողմնակից են ռուսական թևի քաղաքական կուսակցությունները, քան արևմտյան։ Այնպես որ մենք քննադատել ենք, շարունակում ենք քննադատել։ Լևոն Բաղդասարյան։ Մեզ ուղղված չի դեր բողոքը։ Հերթով, պարոն Բաղդասարյան։ Այսպես մի ժողովրդական խոսք ասում է, աբարանում սելը ճռումա Պուտինն է մեղավոր, Թրամփն է մեղավոր, ըստ էության ով է նախկին իշխանություն, ներկա իշխանություն։ Ինչ է կարել դուք այսօրվա քաղաքացու համար, միայն ընտրությունից ընտրություն ոսկեղենիկ հայերենով ծրագրեր ներկայացնել։ Եվ վերջին հաշվով ով է այս երկրի անվտանգության երաշխավոր, Հայաստանի Հանրապետությունը։ Առաջինը հարգեք ձեր երկրի քաղաքացուն ներկայացնել։ Դուք դες նոր ասում չեմ մի խանգարեք։ Նոր։ Առաջին անհրաժեշտ է հարգել երկրի քաղաքացուն վերաբերում է եւ նախկիներին եւ ներկաներին, որից հետո կհարգեն քեզ որպես պետություն։ Շատ լավ, Փաշինյան։
Ուրեմն այստեղ արդեն երկրորդ անգամ միջանցքային տերմին հնչեց, ուրեմն մեջբերում եմ թրիփ նախագծի իրագործման արդենից ստորագրված փաստաթղթից։ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում թրիփ իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։ Երկրորդը, կողմերը ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն եւ իրավազորություն իր սահմանների եւ մաքսային գործառույթների նկատմամբ։ Միջանցքի թեմա չի եղել ինչպես 300,000 կամ ադրբեջանցի թեման, այս ընդդիմադիրներն են ներմուծում քաղաքական դաշտ։ Չի եղել երբեք։ Երկրորդը, ես վերցրել եմ իմ վրա պատասխանատվություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կանգնեցրել եմ պատերազմը եւ ես ճիշտ եմ արել, այդ որոշումը ճիշտ եմ կայացրել եւ խաղապահները իրենց գործառույթները չեն կատարել եւ այս մարդիկ, ովքեր այսօր դրսից տղա են բերում Հայաստանի Հանրապետության վրա, կես բառով գնահատական չեն տվել։ Հապկում մեր անդամությունը սառեցված վիճակա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր սահմանային անցագարային կետերում, անցման կետերում Հայաստանի սահմանապահների իրավազորության ներքո է։ Այսօր Հայաստանը ռազմաքաղաքական հարաբերություններ ունի աշխարհի բազմաթիվ երկրների հետ եւ մենք դիվերսիֆիկացված, բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն ենք վարում առանց սրելու հարաբերությունները որևէ մեկի։ Սառեցում գործերեք ընկերներ, Այս թևի մի հատ կներեք իմ հերթներ։ Նորը թևից էի խոսում, պարոն Մարուկյան, հիմա պարոն Գյուլիան։ Մի խան գարեք։ Մարկո երկու անգամ ասելա Միջանցք այսօր ժողով։ Պարոն Փաշինյան, Մարկո Ռուբիոն այսօր երկու անգամ ասելա։ Եկեք հետյանք իմ տված հարցին, էլի։ Ես նշեցի Արտուր Օսիպյանի Դուք ես 25 անգամ նույն հարցը Կարողա նշեմ իմ հարցի ժամանակը նշում եմ, 25 անգամ չի պատասխանել, ասեց կանդրադառնաք, չանդրադարձա։ Դուք ասեցիք կանդրադառնաք, չանդրադարձա։ Վերջ պարոն Կյուրեյան։ Այդ մարդու Պարոն Կյուրեյան, վերջ 7 անգամ նույն հարցը տվել Հիմա եք։ ինքը հրացա թե կարող եք այստեղ ասել։ Վերջ, անջատեք կարևոր հարցեր քննարկենք։ Ես հասկանում եմ հետեւյալը։ Վերջ, այս հարցի խոսենք։ Հապկի հետ կապված։ Ինչ է նշանակում հապկի սառեցում։ Սառնարան ենք դրե սառելա, ինչ ա եղել, դուրս եկեք հապկից։ Չի աշխատում, դուրս եկեք։ Կա երաշխավոր, կա երաշխավոր։ Եկեք երաշխավոր ունենանք դուրս եկեք։ Դրել ենք սառնարը սառելա արդեն։ Ոչ, ձեր հորիախբարը չեն որոշում։ Մենք երբ կորոշենք ու դուրս կգա։ Լսեք իրար։ Երաշխավորություն եք բերում մեր երկրին։ Ով է մեր ու Թուրքի մեջ երաշխավորը։ Ով է մեր ու Ալիևի մեջ երաշխավորը։ Պետությունն է երաշխավորը, ժողովուրդը եւ Պարոն Կարապետյան, հիմա լսեք, պարոն Կարապետյան։ Երաշխավոր չեղավ Լեռնային Պարոն Կարապետյան, հարցը տվել եք, հիմա լսեք։ Ուրեմն պետք է լինի դուրս կգանք։ Ես ասել եմ մենք հետ չենք գնալու, մենք կորոշենք։ Բանի օտարերկա գործակալները չեն որոշելու, մենք երբ դուրս գանք ու ինչ անենք։ Եվ այս մարդիկ, լսեք, այս մարդիկ Լուկաշենկոին էլի ուզում են բերեն Հայաստանի գլխին կանգնեն երաշխավորը։ Մենք ցույց չենք տալու։ Դուք օտարերկրա, գնացեք ձեր հորեղբոր Facebook-ի մամուլի բաժնի աշխատողի օտարերկրա գործակալները թույլ չեք տալու։ Մենք դες թույլ չենք, ընտրակաշար բաժանող օտարերկրա գործակալները։ Պարոն Կարապետյան, ձեր ձայնը անջատված է, չի լսվում։ Կամ դուք չեք կարողանում կառավարել։ Դուք մեզ մի ասեք, եղավ շատ լավ։ Ես շագագիր անձ եմ, բարի եղեք կառավարեք։ Հասկացան, լրություն, որ շարունակեն, ամեն մեկը որ իր հեղինակավոր կարծիք ասու չեն ասում։ Հեղինակավոր կարծիք ձերը պետք է։ Հիմա Էդմոն Մարուկյանին թույլ տվեք։ Ես ուզում եմ ճանապարհի այդ տրված վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություն անել։ Մարկո Ռուբիոն սենատում երկու անգամ նշել է, որ դա Միջանցք է։ Այդ տեքստը, որ կարդում է Փաշինյանը, այնտեղ նաև գրված է, որ front office, back office կա, հայ սահմանապահները չեն կանգնելու, թե ոնց որ ասում է Ալիևը, եւ բովանդակությունը Միջանցք կա։ Եվ ձեր այդ դրոշի վրա, այդ Միջանցքի գիծը քաշեք։ Այդ գիծը գծեք մարդիկ անկեղ ստենան, որ Միջանցք կա։ Թող մարդիկ իմանան, որ Միջանցք է այդ անդր, այսինքն ինչ ենք քննարկում, մարդկանց պետքա խափենք, հետո հողի վրա բացվի տենան, մեր սահմանապահը կանգնած չի։ Մեր սահմանապահը կանգնած։ Թրիփ նախագիծը Թող ասի մեր սահմանապահը Հասկացան, պարոն Մարուկյան, վայ, հարցնում եք, լսեք հետո։ Էջ բերեցի, թրիփ նախագիծը իրականացվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում։ Չէ, կոնկրետ հարցին, Հայաստանի, մի րոպե սպասեք։ Նոր ձեր համար կարդացի, նորից եմ կրկնում։ Կողմերը մեր սահմանապահը կանգնելու։ Մի րոպե։ Պարոն Մարուկյան, վերջից զգուշացումը։ Ադրբեջանցի Պարոն Մարուկյան, Պետրոս Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն եւ իրավազորություն
իր սահմանների եւ բաքսային գործառույթների այո Ադրբեջանցի մեր սահմանապահին տենալու այո չի լինելու դες ով ասում Ալիևն ասում դուք չեք կարա լսեք Ալիև ինչ ասել է եղել Ալիևն ասում դուք օտար երկրա մեկը Ալիևի պրոմոտերն եք մեկը դուք բոլորը այստեղ ասում եմ դուք օտար երկրա շահերի ներկայացուցիչներ եք Հայաստանի դու օտար երկրա շահերը դու օտար երկրա շահերի ներկայացուցիչ չի դիմացա այդ միջանցքին չի դիմացա եղել ով մի բան ասում Լսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարություն է անում, այս մարդը ասում է վարչապետի տեխնացու Պարոն Մարուկյան, ոչ թե էս, այլ եք, հարգանքով։ Խնդրում եմ մի Հիմա ավարտվեց այս փուլը, չէ։ Լրություն։ Լրություն։ Այս կողմում Ալիևի վկանները ու Լուկաշենկոյի Բան չի փոխվելու, ինչքան շուտ դրեք ինքան լավ։ մեզ շատ կարևոր Պարոն Կարապետյան, մի րոպե, լսեք, պարոն Կարապետյանի ձայնը բացեք միասին։ նույնն էլ էստեղ Մի րոպե, պարոն Թաթյան, ձեր հերթը չի։ Պարոն Կարապետյան, մի րոպե, պարոն Կարապետյան։ Ձեր հարցի իրավունքն է։ Հիմա այստեղ ես հարցի շրջանակներում ասել եմ։ Տեսեք, 30 վայրկյան, խնդրում։ Այստեղ կա 14 պրո-հայկական ուժ եւ 1 պրո-ադրբեջանական ուժ եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Իմ հարցը Լևոն Զուրաբյանին է վերաբերվում։ Պարոն Զուրաբյան, ինչպես եք վերաբերվում։ Ինչպես եք վերաբերվում։ Նրան, որ 2019 թվականին Հայաստանին առաջարկվել է լուծման փաթեթ, որը մեզ հերու կպահեր այս զոհերից, հերու կպահեր այսքան